Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին կքննի 7 քաղաքական ուժերի դիմումները հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Բարձր դատարան են դիմել Ուժեղ Հայաստանը, Միասնության թևերը, ԴՕԿ կուսակցությունը, ԲՀԿ-ն, Հանուն Հանրապետության կուսակցությունը, Հայաստան դաշինքը և Նորուժ կուսակցությունը։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինքը 29 մանդատ, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Կալանավորվել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին Կամո Գրիգորյանը։ Նա 1 տարի հետախուզման մեջ էր խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Կամո Գրիգորյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով տեսակցությունների սահմանափակմամբ։ Արագածոտնի մարզում Արտենի գյուղի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել։ Ֆորդ և Զիլ մակնիշների ավտոմեքենաների բախման հետևանքով 1 մարդ մահացել է, 11 մարդ հոսպիտալացվել։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են, ծայրահեղ ծանր վիճակում։ Տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում մարզային բուժկենտրոններում։ Շվեյցարիայում ավարտվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի վերջնական ավարտին ուղղված բարձր մակարդակով բանակցությունները։ Դրանք անցել են կառուցողական մթնոլորտում, այս շաբաթվա ընթացքում տեղի կունենան տեխնիկական բանակցություններ, հայտնել են Պակիստանի և Կատարի միջնորդները։ Նշվում է, որ կողմերի միջև 60 օրով ստեղծվել է հաղորդակցության գիծ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից և ապահովել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։ Ըստ միջնորդների, կողմերը պայմանավորվել են նաև ստեղծել բարձր մակարդակի հանձնաժողով, որը կապահովի միջնորդության քաղաքական վերահսկողությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի և Հեզբոլլահի միջև շարունակվող պատերազմն ավարտելու հարցում առաջընթաց է գրանցվել։ Բացի այդ, ըստ նրա, չեղարկվել են Իրանից նավթի արտահանման սահմանափակումները։ Շվեյցարիայում անցկացված բանակցություններից հետո X-ում արված գրառմամբ Արաղչին նաև տեղեկացրել է, որ նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները չեղարկվում են, շրջափակումը վերացվում է, որոշ սառեցված ակտիվներ ապա սառեցվում են և Իրանի համար մեկնարկում է վերակառուցման և զարգացման խոշոր ծրագիր։ Իջևանի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել։ Փրկարար ծառայության հաղորդմամբ 2.1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է ժամը 9:03-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում։